Եթերում Զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Մայիսի 29-ը խաղաղապահի միջազգային օր, նույն օրը կազմավորման 24-րդ տարեդարձն է նշում Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադը։ Նոր պայմաններ, նոր ճաշարանում զորամասերից մեկում ամբողջությամբ նորոգվել եւ շահագործման է հանձնվել սննդի ապահովման կետը։ Առանց սխալվելու իրավունքի Զինուժը ներկայացնում է մեր բանակի ինժեներասակրավորային զորքերին։ Եվ հայրենիք սահման, կյանքն ու ծառայությունը հանրապետության հյուսիս-արևելքում։ Եվ այսպես մայիսի 29-ը խաղաղապահի միջազգային օրն է։ Այդ օրն իր կազմավորման 24-րդ տարեդարձը նշեց նաև Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադը։ Բրիգադը տարբեր առաքելությունների եւ զորավարժությունների ժամանակ մշտապես աչքի է ընկել պատրաստության բարձր մակարդակով, տարիների ընթացքում համբավ վաստակելով միջազգային հարթակում։ Այս գնահատականն ուղղակիորեն կապված է խաղաղապահների նվիրումի եւ ինքնակատարելագործվելու պատրաստակամության հետ։ Խաղաղապահ բրիգադը մեր բանակի կայացած ստորաբաժանումներից է, որն իր կարողությունն է ցուցադրել աշխարհի տարբեր անկյուններում խաղաղության ամրապնդման գործում։ Մեր գործընկեր Ներսես Սիվանյանն է ներկայացնում ստորաբաժանման կազմավորման պատմությունն ու անցած ուղին։ Միացյալ ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժեր։ Նրանց տարբերանշանը կապույտ սաղավարտներն են, ծառայավայրերը, հակամարտության գոտիները։ Գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է, գլխավոր առաքելությունը քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։ 24 տարի է, ինչ խաղաղապահ առաքելությանը միացել նաև Հայաստանի Հանրապետության բանակի խաղաղապահները։ 2001 թվականի ամռանը ձևավորելով խաղաղապահ ուժերը, մեր երկիրը ներգրավեց անվտանգության պահպանման միջազգային գործընթացին։ Ամենայն խստությամբ անցկացված քննությունների արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումը համալրվեց բանիմաց, արհեստավարժ եւ օտար լեզուների տիրապետող զինծառայողներով։ Խաղաղապահ բրիգադի զինծառայողը նախ առաջինը պետք է լինի իր ծառայությունը արդարության հիմքի վրա։ Մենք չպետք է նայենք դա Կոսովոյի բնակիչ է թե հայ, եթե մենք կատարում ենք միջազգային առաքելություն, պետք է վերաբերվենք որպես անկոմունակալ անձի եւ մեր վերաբերմունքը ցույց տանք արդարության եւ բարձր մակարդակի վրա։ Հետագա տարիներին հայկական զորախմբերը խաղաղապահ մարդասիրական առաքելություններ իրականացրեցին Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի իսլամական, Մալիի, Ղազախստանի եւ Լիբանանի հանրապետություններում։ Մենք մարդասեր ժողովուրդ ենք եւ խաղաղապահի առաքելության հիմքում էլ ընկած է մարդասիրությունը։ Այդ իսկ պատճառով էլ հայ խաղաղապահը միշտ լավ է ներկայացնում մեր երկիրը եւ գովասանքի արժանանում այլ երկրների, բանակների, հրամանատարների կողմից։ Վառօրինակ վերջին առաքելությունը, որ իտալական կողմը բարձր գնահատեց մեր զորախմբի ծառայությունը, ինչպես նաև պարգևատրեց պատվոգերով եւ այլ նվերներով։ Առհասարակ հայկական զորախմբերը միշտ էլ աչքի են ընկել զինծառայողների մասնագիտական պատրաստության բարձր աստիճանով եւ ոչ ստանդարտ իրավիճակներում հմուտ գործելավոճով։ Այսօր էլ հայ խաղաղապահները օրեցօր ամրապնդում են օտար լեզուների իմացությունը, մասնակցում են ուսումնական վարժանքներին եւ բազմազգ զորավարություններին, հատուկ արգելագոտիների միջոցով զարգացնում ու ամրապնդում են մարտական, հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստությունը։ Գիտակցելով եւ ներգրաված լինելով գալիք առաքելությանը, ես մշտապես պատրաստվում եմ եւ ապահովում եմ մարտական պատրաստության բարձր մակարդակը, քանի որ ներկայացնել եմ երկիր, կրելով թեւքնշանը, մեծ պատասխանատվություն ու պատիվ եմ զգում այդ գործողությունը կատարելով։ Մեր խաղաղապահների համար առանցքային է եղել նաև տեղի բնակչության հետ փոխվստահության հաստատումն ու ամրապնդումը, մոտեցում, որի շնորհիվ հակամարտության գոտում ամրապնդվում է խաղաղությունն ու հարթվում են մինչ այդ անլուծելի թվացող հակասությունները։ Եվ տեղի բնակչությանը երեխաներին կամ ծերերին մենք մեր չափով փորձում ենք ինչ-որ օգնություն ցույց տայինք, թե ջրի տեսքով կամ այլ մեր ունեցած ծնունդի տեսքով, նույնիսկ եղել են դեպքեր, որ մեր ծառայողները խանութից ինչ-որ հագուստ կամ նման իրեր են առել եւ նվիրել երեխաներին, դպրոց գնացող երեխաներին, եւ այդ ամենը բնականաբար գնահատվում է թե տեղի բնակչության կողմից, թե կողքից լսող տեսնողների կողմից։ Մեր մոտ ընդունված կարգ էր, որ երեխաներին տեղի բնակչությունից շատերին դրում էին։ Ուրիշ չկար, բոլոր այդ ինֆրաստրուկտուրան բժշկական մեր մոտ միշտ դռները բաց էր, գալիս են դրում։ Երեխաներից, մեծերից եւ այլն, մեծ ասակներին բոլորին մենք սպասարկում ենք։ Այդ առումով դա նաեւ հպարտության տեղիք է տալիս, որովհետեւ մենք մեր խնդիրը ավելի հեշտ ու ավելի բարձր մակարդակով ենք կատարել։
Անցած 24 տարիների ընթացքում հայ խաղապահները ամրապնդեցին իրենց հեղինակությունը միջազգային ասպարեզում, փայլուն հանդես եկան բազմազգ զորավարություններին, բարեհաջող հանձնեցին գնահատող խմբի որակավորման քննություններն ու ստացան մարդասիրական խաղապահ առաքելություններին ինքնուրույն հանդես գալու իրավունք։ Հպարտություն ենք զգում եւ պատասխանատվություն, որ մեր դրոշը ծածանվում է այլ երկրներում, դա ստիպում է ավելի զգոն, աչալուրջ եւ կարգապահ լինել։ Ընդհանրապես համազգեստ կրելը յուրաքանչյուրին պարտավորեցնում է կապ ունի խաղապահ ծառայող թե այլ ինչ-որ զորամասի զինծառայող, բայց միանշանակ եթե մենք այս համազգեստը կրում ենք եւ մեր թևին կա Արմենիա գրածով դրոշը, դա այլ ավելի մեծ պատասխանատվություն առաջացնում յուրաքանչյուրի մոտ, որ մեկ ուրիշ նվիրվածությամբ ներկայացնել ու բարձր պահել մեր դրոշը համազգեստի արժեքը այլ հարթակներում, այլ ազգերի ներկայությամբ։ Անցած 24 տարիներին հայ խաղապահները իրենց փորձն ու ըմբռնությունը ամրապնդեցին միջազգային տարբեր զորավարություններում եւ հակամարտկոտիներում, բարձր պահեցին Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, եւ սա դեռ սկիզբն է, նկատում են խաղապահներն ու հավելում, առջևում նորանոր պատվաբեր առաքելություններ են։ Ներսես Սիվանյան, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Սինուշ։ Պաշտպան հայրենյաց ծրագիր, որը շարքային եւ սպայական կազմերին հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնել 5 տարի ժամկետով։ Պայմանագրի կնքման օրվանից սկսած բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, ատեստավորման եւ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նաեւ հավելավճարներ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին 5 միլիոն դրամ պատվովճար գումարն ազատ տնօրինելու իրավունքով։ Պաշտպան հայրենյաց, պատվաբեր կոչում եւ առաքելություն։ Անցնող շաբաթվա բանակային անցուդարձի մի քանի այլ իրադարձությունների մասին համառոտ եւ մեկ տեսաշարով։ Մայիսի 29-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Խաղաղապահ բրիգադ, ողջույն! Ողջույն, պարոն նախարար! Միջոցառմանը ներկային նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Տասարյանը եւ բրիգադի հրամանատարը։ Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի արդիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն եւ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով, արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։ Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով։ Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։ Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին Պաշտպանության նախարարությունը այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուցյանը։ Վլադիմիր Շիմոնյակի եւ Կարեն Բրուցյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցության առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Մայիսի 29-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը եւ պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Խորհրդակցությունների ավարտին Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը։ Զինված ուժերի ենթակառուցվածքներն ամենօրյա արդիականացման եւ թարմացման գործընթացում են։ Առաջնահերթություններից մեկը զինծառայողների սոցիալական կենցաղային պայմանների բարելավումն է, որը թույլ է տալիս անձնակազմի ամբողջ ներուժը եւ ժամանակը կենտրոնացնել զինվորական մասնագիտությունները սերտելու վրա։ Վերջերս հանրապետության զորամասերից մեկում հիմնովին կառուցվել է ճաշարանը։ Զինուժը ներկայացնում է սննդի ապահովման ժամանակակից կետի պայմաններն ու հնարավորությունները։ Տատվիկ Աբրահամյանի ռեպորտաժը։ Զորամասերից մեկի ճաշարանի հին շենքն է, իսկ այս մեկը ոչ շատ հեռու հիմնովին կառուցվել է վերջերս։ Արտաքին ու ներքին հարդարանքը, նոր գույքը, ժամանակակից խոհանոցային սարքավորումները փաստում են, որ ճաշարանն արդեն պատրաստ է շահագործման։ Իսկ այստեղ տարածվող ախորժալի բույրն ու խոհանոցի եռուզեռը հուշում են, զինվորների սնունդը այսօր մատուցվելու է նոր ճաշարանում։ Պատրաստում են կրավից ողով աղցան, աղցանի մեջ ներառված է թարմ վարունգ, խաշած ծուղ, եգիպտացորեն և կրաբի ձող։ Պատրաստում ենք տնական ձևով, ինչպես որ պատրաստում ենք մեր երեխաների համար։ Շատ սիրով ենք պատրաստում ամեն ինչը, որպեսզի գող լինեն, ամենակարևորը։ Այսօր պատրաստել ենք խորոված, հավի և խոզի, չափաբաժնով տարել ենք սննդի բաժնում և այնտեղ համեմել, որ պատրաստենք։ Բոլոր տուփերի վրա մատնանշված են պիտակները, իրանց ժամկետով։ Այսպիսով սննդի մատակարարման կարգն ու որակական պատկերը այս զորամասում եւս արմատապես փոխվեց։ Հրամանատարական կազմն ու ճաշարանի պատասխանատուները վստահեցնում են, զինվորները ծնողներից սնունդ խնդրելու կամ խանութից գնում կատարելու անհրաժեշտություն չեն ունենա։ 3 անգամյա սնունդը լիարժեք ծանրաբեռնվածություն ունեցող զինծառայողների համար կապահովի անհրաժեշտ կալորիաներ։ Մենյուով նախատեսված է խորոված, ջեռոցի կարտոֆիլ, աճառ խոզի մսով և պիլմենի, քանապուր և լոգով ճաշ։ Ճաշացանկը կազմելիս հաշվին առնում, թե ինչ են նախընտրում ուտել զինվորները, սա ըստ պատասխանատուների պարտադիր պայման է։ Իսկ հաջորդ կարևոր պայմանն էլ այն է, որ շաբաթվա ընթացքում կրկնվող ճաշատեսակներ չլինեն։ Ճաշացանկում կարևոր բաղադրիչներ են ոչ միայն միսն ու կատնամթերքը, այլև միրգն ու թխվածքաբլիթը։ Օր, ժամ չունենք մենք, ծառայում ենք, ժանում ենք, աշխատում ենք մեր զինծառայողների համար։ Այստեղ անկախ ամեն ինչից կլինի ժամկետային զինծառայող, թե պայմանագրային զինծառայող, թե սպա, բոլորս այսօր զինծառայող ենք, հա։ Մեր միակ նպատակն է, որ մեր յուրաքանչյուր զինծառայող ճաշը համտեսելուց բավարարված լինի, հագեցած լինի, կշտացած լինի։ Անձնակազմին դիմավորելու ճիշտ ժամանակն է, բայց նախ հանդիսավոր արարողությունը։ Զորամասի լավագույն զինծառայողներն են կտրում կարմիր ժապավենն ու ճաշարանը պաշտոնապես համարում բացված։ Ճաշարանը գործելու է հոսքագծային սպասարկման ձևաչափով։ Սա նշանակում է, որ զինվորներն անձամբ են մոտենալու ճաշարանի աշխատակիցներին, վերցնելու առաջին եւ երկրորդ կերակրատեսակներն ու նախընտրած աղցանը։ Այս ձևաչափով սպասարկումը մի շարք զորամասերում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը, իսկ հարմարավետ պայմաններն ու համեղ սնունդը ավելի գրավիչ են դարձրել ծառայությունը։ Զինված ուժերի կերպափոխման եւ բարեփոխման շրջանակներում իրականացան մեծածավալ աշխատանքներ, աշխատանքները գտնվում են քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության տիրույթում եւ մշտական վերահսկողության տակ եւ դրանց անբաժանելի մասն են կազմում զինծառայողների կենցաղի եւ սննդի ապահովման խնդիրների կատարելագործման ուղղությամբ։ Հիմնականում շեշտը դրված է հայկական խոհանոցի վրա, սակայն ցանկացած միջոցառումների ժամանակ, տոների ժամանակ մենք փորձում ենք նաեւ կիրառել այլ խոհանոցների սննդատեսակներ։ Օրվա ճաշացանկով նախատեսված թարմ համեղ կերակրատեսակները փորձելուց հետո զինվորները գոհ են մնում սննդի բազմազանությունից ու հատկապես որակից։ Վստահեցնում են տանը պատրաստված ուտեստներից ոչ մի բանով չեն տարբերվում։
բոլորն էլ համով էին ու հատկապես ավելի համով էր խորովածը գրակի վրա, տալիս են միշտ ամեն օր ավելի տաք վիճակում։ Համով տան ճաշերն նման է, կարևոր է նաև սնվելու տեղը, որ կախորժակի վրա շատ բազդում է։ Ինչպես բոլոր ճաշարաններում, այստեղ եւս Պաշտպանության նախարարությունը ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու, հետամուտ է լինելու սննդի որակի եւ գույքի եւ տեխնիկայի պահպանման հարցերում։ Զինված ուժերում նոր ճաշարանների կառուցման աշխատանքները շարունակվելու են։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Զինված ուժերում ամենօրյա մարզումները շարունակվում են, զորատեսակներն անցկացնում են պարապմունքներ, անձնակազմի կարողությունները բարձրացնելու, հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ Այս անգամ Զինուժը ներկայացնում է զինված ուժերի սակրավորներին։ Ստորաբաժանումները մարզումների ընթացքում կատարում են տարաբնույթ վարժանքներ, առաջադրանքներ, որոնցում ամենակարևորն անվտանգության կանոնների պահպանումն է, զգոնությունը եւ զգուշությունը։ Լաուրա Մամյանի անդրադարձը։ Զորավարժանում ինժեները սակրավորային ստորաբաժանումն է։ Մեկամսյա ճամբարային հավաքի ընթացքում անձնակազմը հղկում է մասնագիտական կարողություններն ու բարձրացնում զորատեսակի պատրաստվածության մակարդակը։ Սակրավորների ձեռքին ինժեներական սպառազինության միջոցներ են, հակատանկային ականներ, որոնք պետք է տեղադրվեն բաց դաշտում, առավելագույն ճշգրտությամբ։ Իրական ականի դեպքում մեկ սխալն անգամ կարող է կյանք արժանալ։ Ուստի յուրաքանչյուր շարժում պահանջում է կենտրոնացվածություն եւ նյարդերի գերլարում։ Սակրավորի մասնագիտությունից բարգեւեց բավական շատ էմոցիաներ։ Առաջին օրվանից սիրել եմ այս մասնագիտությունը, ինչքան է որ շատ մեծ ռիսկ է իրենից ներկայացնում, բայց մենք ընտրելով այս մասնագիտությունը արդեն գիտակցում ենք, որ դինելու ենք շատ մեծ ռիսկի պատասխանատվության մեջ եւ պետք է պատով կատարենք մեր աշխատանքը։ Գևորգին սակրավորի մասնագիտությունն այնքան է գրավել, որ որոշել է երկամյա ժամկետային ծառայությունը փոխարինել հնգամյա պայմանագրային ծառայությամբ, պաշտպան հայրենիաց ծրագրով եւ լիովին նվիրվել զինվորական այս մասնագիտությանը։ Երբ արդեն ավարտեցի ուսումնական process-ը տեղափոխվեցի, որոշեցի, որ ցանկանում եմ ավելի մոտ լինել սակրավորային գործին եւ դառնալ սակրավոր։ Մենք փորձում ենք ամեն օր կոփվել, զարգացնել մեր մասնագիտական եւ ֆիզիկական հմտությունները, դառնալ ավելի կարգապահ։ Մեր գործողություններն են բացել անցում։ Մասնագիտական պարապմունքների հաջորդ փուլը ականազերծումն է։ Հրամանը ստանալուն պես անձնակազմը սկսում է գործել։ Նախ շոշափիչով որսում են ականները, ապա հայտնաբերելուց հետո զգուշությամբ փորում են հողը եւ նույնքան զգուշությամբ էլ դուրս են բերում ականը։ Այս գործողությունները հնարավորինս մոտեցված են իրական պայմաններին, որպեսզի զինվորները հրաման ստանալիս կարողանան ցանկացած պահի ճիշտ ու գրագետ գործել։ 2023 թվականի հունվարին անցա զինված ուժերում ծառայության, 9 ամիս ծառայելով որպես ժամկետային զինծառայող, հետագայում որոշեցի, որ ծառայեմ այս գնդում որպես սակրավոր, սիրում եմ ծառայությունը եւ ուզում եմ իմ մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։ Անց է կացվում գործնական պարապմունքներ, թե ականների, թե ականորսիչների, թե ականապատման կամ ականազերծման աշխատանքների հետ կապված, թե տեխնիկական աշխատանքների մեքենավարում, առանձին անհատական խրամատների փորում։ Ամենօրյա այս պարապմունքների շնորհիվ փորձում ենք անձնակազմին ուսուցանել առավելագույնը։ Պատրաստված զինվոր դառնալու գրավականը անկասկած ուսուցումն է, մասնագիտական զենքի ու զինտեխնիկայի լիարժեք տիրապետումը։ Այս հարցում մեծ ներդրում ունի հրամանատարների ամենօրյա հետևողական աշխատանքը, անձնակազմին մոտիվացնելու, լավագույն արդյունքի հասցնելու համար, ընդգծում են հենց իրենք ստորաբաժանման զինվորները։ Զինվորի համար հիմնականում կարևոր է, որ ինքը լինի ինքնավստահ, գիտելիքներով լի, որ իր առջև դրված խնդիրները ինքը ժամանակին եւ ճիշտ կատարի, իսկ մեր հրամանատարները միշտ մեր կողքին են լինում, ցանկացած պահի, որ մենք ավելի ճիշտ հասկանանք խնդիրը, ավելի ճիշտ հասկանանք մեր դիմաց դրված առաջադրանքները եւ դասերը, ավելի լավ կարողանանք յուրացնել։ Ինժեներասակրավորային ստորաբաժանումների գործառույթների անբաժանելի մաս է նաև ինժեներական ամրաշինական ապահովումը։ Ուստի ճամբարային հավաքների ընթացքում ստորաբաժանումը զարգացնում է նաև տեխնիկայի հետ վարվելու, այն հմուտ շահագործելու հմտությունները։ Այժմ ուսումնական սցենար է խաղարկվում, առկա է քանդված կամուրջ, որը պետք է անհապաղ փոխարինել համապատասխան տեխնիկայի միջոցով։ Այստեղ ամենակարևորը զինծառայողների գործողությունների միաժամանակյա եւ համահունչ կատարումն է։ Ճանապարհների փլուզված հատվածում էլ աշխատում է ուղեհարթիչ մեքենան, յուրային զորքերի համար ապահովելով անցանելիությունը։ Բացելով կամրջադիրը ինքը մոտարապես ապահովում է 40 մետր անցում, բաղկացած է 4 մասից, տեղադրելով եւ մեկը մյուսին միացնելով մենք կարողանում ենք ապահովել 40 մետր անցում մեր զորքերի շարժման համար։
Եվ այսպես, ինչպես ասում են, սակրավորները սխալվելու իրավունք չունեն։ Այս մասնագիտությունն ընտրած զինծառայողներից յուրահատուկ խիզախում եւ վճռականություն է պահանջվում։ Անընդմեջ վարժանքներն ու մարտավարամասնագիտական պարապմունքներն էլ օգնում են անձնակազմին միշտ պատրաստական լինել։ Դա է պատճառը, որ նրանք տարվա յուրաքանչյուր եղանակի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկայնքով իրականացնում են ամրաշինական աշխատանքներ, նաև պատվով ու պատասխանատվությամբ ներկայացնում մեր երկիրը միջազգային առաքելությունների ընթացքում։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Սպաների բնակարանային ապահովման ծրագիր 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 3 սենյականոց 75-ից 80 քառակուսի մետր մակերեսով բնակարաններ Երևան քաղաքում։ 20-ամյա պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին փոխանցվում է անհատույց սեփականության իրավունքով։ Դարձիր կադրային զինվորական, կերտելով ապահով ապագա։ Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք զինված ուժերում սմարթֆոնների կիրառման վտանգավորության մասին, թե ինչ իրական սպառնալիք են դրանք զինծառայողների եւ պետության անվտանգության համար։ Սա խնդիր է, որի մասին պարբերաբար խոսվում է եւ հիշեցվում ամենակարևորի մասին՝ սմարթֆոնների միջոցով հակառակորդը կարող է ոչ միայն թիրախավորել զինծառայողին ու ամբողջ ստորաբաժանումը, այլև կորզել կարևոր տեղեկատվություն։ Այս հարցերի շուրջ Պաշտպանության նախարարության տեղեկատվության հավաքագրման եւ վերլուծության բաժին ուսումնական զորամասերից մեկում հերթական դասընթացն է անցկացրել։ Զինծառայողներին բացատրվել եւ հիմնավորվել է, թե ինչու պետք է բացառել սմարթֆոնների օգտագործումը։ Արգելվում է զորամասից եւ բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության եւ առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին։ Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար։ Առավել վտանգավոր է սմարթֆոն տիպի բջջայինով կատարված զանգը։ Այս դեպքում զրույցը կարող է հեշտությամբ գաղտնալցվել, իսկ սմարթֆոնը տեղորոշել զինծառայողի տեղակայման վայրը։ Տեղորոշում կարող են իրականացնել հիմնականում 3 կոնցեպտով, այսպես ասած, GPS-ով GPS-ով հնարավոր է տեսնել, թե սմարթֆոնը որտեղ է գտնվում, Wi-Fi-ով հնարավոր է տեսնել, թե սմարթֆոնը ինչ Wi-Fi սարքի է միացված, ու նաև տեսնել Wi-Fi ռոուտերը որտեղ է տեղադրված, եւ նաև հնարավոր է տեղորոշել մոտակա ալեհավաքով։ Երբ որ մեջը տեղակայում ենք SIM card, իրանք կպնում են մոտակա ալեհավաքին, որպեսզի կապ կարողանան հաղորդել։ Զենքը եւ մեդիան գրեթե միևնույն մասշտաբի վնասները կարող են հասցնել։ Ասեմ ավելին, մեդիայի միջոցով շատ ավելի լուրջ վնասներ կարելի է հասցնել հասարակությանը։ Դրանով պայմանավորված անհրաժեշտ է շատ հետևողական լինել յուրաքանչյուր կադրին, յուրաքանչյուր հաղորդմանը եւ յուրաքանչյուր ասելիքին։ Սմարթֆոնները նաև տեղեկատվական արտահոսքի աղբյուր են։ Հակառակորդը կարող է այսպես կոչված ֆիշինգային հարձակմամբ զինծառայողի բջջայինում տեղակայել վիրուսային հավելված։ Դրանք ըստ մասնագետի որևէ կերպ չեն տարբերվում օրինակ նամակ ուղարկելու, լուսանկար մշակելու կամ էլ ծանոթությունների համար նախատեսված հավելվածներից։ Ներբեռնելուց հետո ծրագիրը հասանելիություն է պահանջում մի շարք կարգավորումների։ Եթե գործողությունն ավարտին հասցնեք, համարեք, որ խայծը կուլ եք տվել։ Առանց ձեր իմացության հեռախոսն արդեն կտեսաձայնագրի տեղանքն ու բոլոր հեռախոսազանգերը։ Բոլոր տեսանյութերը եւ բոլոր նկարներին այսպես պարունակում են այսպես կոչվող մետա թեգեր, մետա հեշթեգեր, որոնցով որ գրված է օրինակ ինչ սարքով է կատարվել լուսանկարը, ինչ լուսային էֆեկտներ է օգտագործվել, ինչ կոորդինատներում է կատարվել լուսանկարը, ու հիմնականում այդ մետա հեշթեգների մեծ մասը պահպանվում են նույնիսկ լուսանկարը ջնջելուց հետո։ Չի խրախուսվում նաև ծառայության վայրից լուսանկար տեղադրել համացանցում, դրանք եւս կարող են տեղեկատվական արտահոսքի պատճառ դառնալ։ Լուսանկարում պատկերված ժայռը, սարը, անտառը կամ էլ սաղարթով պատված տարածքը կարող են տեղորոշել, թե որտեղ է գտնվում օրինակ բանակային դիրքը կամ ռազմավարական օբյեկտը։ Իսկ զինծառայողի համազգեստից կարելի է դատել կոչումն ու ստորաբաժանումը։ Չի բացառվում, որ տվյալ զինծառայողը կարող է հայտնվել որոշ հատուկ ծառայությունների աշխատակիցների տեսադաշտում։ Սա նշանակում է, որ մեկ զանգը կամ սմարթֆոնի օգտագործումը կարող է կյանքեր արժենալ, հաշվի առնելով արձանագրված դեպքերը, առկա ռիսկերն ու օր-օրի զարգացող տեխնոլոգիական հնարավորությունները, 2023 թվականից զինված ուժերում արգելվեց սմարթֆոնների օգտագործումը, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները շուրջօրյա գրաֆիկով հետևում են ողջ համացանցային տիրույթում զինծառայողների վարքագծին, արձանագրված խնդիրները փոխանցվում են ռազմական ոստիկանությանը եւ արկա հիմքերի դեպքում իրականացում է քրեական վարույթ, եթե արկա է գաղտնիությանը վերաբերող տեղեկատվություն։
Ռազմական ոստիկանությունն իր հերթին անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասեր կարգազան զինծառայողներին հայտնաբերելու համար։ Սմարթֆոն գտնելու դեպքում ռազմական ոստիկանության աշխատակիցը համապատասխան միջնորդագիր է ներկայացնում զորամասի հրամանատարին, որից հետո նշանակվում է ծառայողական քննություն, իսկ զինծառայողը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։ Եթե ծառայողական քննության արդյունքում պարզվի, որ հայտնաբերված սմարթֆոնում առկա է գաղտնիությանը վերաբերող տեղեկատվություն, ապա տվյալ զինծառայողի նկատմամբ կհարուցվի քրեական վարույթ։ Պաշտպանության նախարարության տեղեկատվական հավաքագրման եւ վերլուծության բաժինն ուսումնական զորամասերից մեկում հերթական դասընթացն է անցկացնում։ Թեման զինված ուժերում սմարթֆոնի վտանգավորությունն ու տեղեկատվության արտահոսքի կանխարգելումն է։ Որոշեցինք պրեզենտացիա պատրաստել ավելի տպավորիչ ու ավելի մատչելի, որպեսզի կալեն պատճառը, ինչի համար է արգելվում սմարթֆոն տիպի բջջային հեռախոսները ծառայության վայրում։ Տվյալ պրեզենտացիայով աշխատում ենք զինված ուժերի բոլոր զորամասերում, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, առաջնահերթ ուսումնական զորամասերում եւ վարժական հավաքների մասնակիցների հետ։ Զինծառայողները իրազեկվեցին սոցիալական ցանցերում ուղեցույցի պահանջներից բխող վարքականոններին ուշադրություն դարձնելու կարևորությանը։ Արգելվում է նաև նկարահանել զինված ուժերի տեխնիկայի եւ կենթանի ուժի տեղաշարժը տարածել սոցիալական ցանցերում կամ թեկուզ անձնական նամակով ուղարկել այլ օգտատերերի։ Պետք է գիտակցել, որ այն մշտադիտարկվում է ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ հայկական լրատվամիջոցների տարբեր էջերում։ Նման տեսանյութերը կարող են փոխակերպվել ապատեղեկատվության, զինծառայողների հերթափոխը ներկայացնելով որպես զինուժի կուտակում։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Եվ վերջում զինուժի հայրենիք սահման խորագրի ներքո ներկայացնում ենք ռեպորտաժ Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտուց։ Դիրքապահները կատարում են իրենց առաքելությունը, թիկունքում արարում են բնակիչները։ Տարածաշրջանի գյուղերից շատերը սահմանամերձ են եւ ապրում են հայրենիքի պաշտպանի հոգեբանությամբ, զինվորի հոգսերով ու հայրենասիրությամբ։ Նաիրա Համբարձումյանն է ներկայացնում կյանքն ու ծառայությունը Տավուշում։ Երևանից հեռու սահմանապահ բնակավայրերում էլ առավոտները սովորականի պես հաջորդում են մեկը մյուսին, բայց մայրաքաղաքից Չինարիում հյուրընկալվածներից համար առավոտներն այստեղ անսովոր տարբեր են։ Հասմիկը պայմանագրային զինծառայողի կին է, գյուղի դպրոցում է դասավանդում։ Ես երբեմն կատակով ասում եմ, մեր ընտանիքում երկուսս էլ ծառայություն ենք մատուցում հայրենիքի պաշտպանության համար։ Մեկը դիրքերում, մյուսը դպրոցում եւ պատրաստում է այն աշակերտին, որը վաղը պետք է համալրի մեր զինվորների շարքերում։ Միաժամանակ ամուսնու հերթապահության ընթացքում հոգում է ընտանիքի հոգսերը, զբաղվում երեխաների դաստիարակությամբ։ Ծառայության օրերը դժվար է կազմակերպվում, բայց որտեղ կա սերը, այնտեղ հաղթվում է ամեն դժվարություն։ Հերթափոխից հետո հիմնականում զբաղվում ենք հողագործությամբ, մեր գյուղում այդ է հիմնականում անասնապահությունը։ Ասիայի որդին եւ ամուսինը նույնպես զինծառայողներ են։ Որդին Սերգեյը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել պաշտպան հայրենիաց ծրագրով։ Ամուսինս զինծառայող է եւ փոքր տղաս եւս 1 տարի հետո կմեկնի բանակ, նույնպես զինվոր կդառնա, ես շատ ուրախ եմ, որ զինվորի մայր եմ։ Եվ ես շատ հպարտ եմ, որ հենց իմ տան տղամարդիկ են պաշտպանում մեր հայրենիքը եւ իմ շատ սիրելի գյուղը։ Մինչ Սերգեյի ընտանիքի անդամների հետ ենք ծանոթանում, հայրենիաց պաշտպանը ծառայողական պարտքն ավարտած տուն է վերադառնում։ Արդեն դեպի բանակային դիրքեր ճանապարհին զորամասում կարճատև կանգառի ընթացքում Սերգեյին հանդիպում ենք ծառայավայրում։ Այս ծրագիրը նրանով է գրավել, որ ծառայում ես քո տան մոտ, քո սահմանին, անմիջապես բնակավայրի մոտ, հերթապահությունից հետո իշխում եւ 15 օր քո տանն ես լինում։ Ծառայության հետ մեկտեղ նաեւ կարողանում եմ օգնել ընտանիքիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Շուտով կլրանա ժամկետային ծառայության 1 տարի։ Կծառայի եւս 4 տարի, որպես պատվովճար վաստակելով 5 միլիոն դրամ։ Բանակային դիրքեր հասնում ենք հերթափոխից ժամեր առաջ, շուտով դիրքապահ անձնակազմին կփոխարինեն ծառայակիցները։ Հասմիկի ամուսնուն Արմենին էլ այստեղ ենք հանդիպում։ Ծնվել մեծացել եմ Տավուշի մարզ, Չինարի գյուղում, ծառայության եմ անցել։ Մեր տարածաշրջանի զորամասերից մեկում արդեն ծառայում եմ 11 տարի, չհաշված զինվորական ծառայությունս։ Մեծ կարևորություն եմ տալի, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչնիկը հասնեն ծառայության ընդգրկվեն
ծառայության մեջ, ինքն էլ ծառայի, ինքն էլ հայրենիքի պաշտպանությանը իրեն մասնակցություն ունենա։ Մինչ հերթափոխից առաջ դիրքի ավագը ստորաբաժանման հրամանատարի տեղակալի հետ սահմանագծում տիրող իրավիճակն է քննարկում, համապատասխան ցուցումներ ու հրահանգներ ստանում, մենք Նարեկի հետ ենք ծանոթանում։ Նարեկն էլ Չորաթան գյուղից է, ծնվել, մեծացել է սահմանամերձ բնակավայրում։ Ժամանակին իր հայրն ու նրա ընկերներն են հսկել պետական սահմանը։ Այժմ պարտքը կատարելու, իր զավակների անվտանգությունն ապահովելու իր հերթն է։ Միշտ տեսել ենք մեր զինծառայողներին, մեր զինվորներին, այդ ամեն ինչից ոգևորվելով որոշել եմ ընտրել մեզ մասնագիտությունը, նախ եւ առաջին ոչ թե մասնագիտություն, այլ հայրենի գործ, հայրենի նվիրյալ գործ, դրա համար մտել եմ այս ծառայությանը։ Միջդիրքային ճանապարհները տեղ-տեղ բնակավայրերով են անցնում Չինարի, Արծվաբերդ, ապա Մովսես։ Տիկին Ժաննան է մեր նկարահանող խմբին հյուրընկալում։ Իր աճեցրած հաղարջի հյութի փակոցը համտեսելու է հրավիրում ու միաժամանակ Բարձրաբերդ լեռների գոգում կուչ եկած իրենց Մովսես գյուղի ու սահմանապահ համագյուղացիների գովքն անում։ Մեր զրույցին ուշով Վարինկատատն է հետևում։ Կյանքի 98-րդ տարում հույսն ու հավատը, ապրելու տենչն ու տոկունությունը կոպերի տակ սեղմած, հայացքը դեպի իր բակից անզեն աչքով տեսանելի բանակային դիրքերը, աշխարհի ու մարդու մասին իմացություններն է մեզ խրատում, որ խոհեր են բարու, սիրո, արարումի մասին, պատգամներ հո հայրենին անմնացորդ սիրելու եւ ամեն գնով պաշտպանելու մասին։ Նաիրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Եթերում Զինուշներ շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։